Աշխատի, չի աշխատի, այդքան ցեմենտի գործարան պետք է, շուկա կա, չկա, իսկ սեփականատերը իր տուժտուգանքը թող վճարեր։ Նման տուժտուգանքի տակ ընկած ձեռներեցներ շատ գիտեմ, որոնք մի քանի տասնյակ հազար դրամի պատճառով աշխատատեղերը փակեցին, բիզնեսը փակեցին, գնացին։ Միգուցե այս խմբին մենք օգնենք։ Տուժտուգանքները ներեին, որպեսզի հազարավոր փոքր ձեռներեցներ չվերանային, չփակվեին։ Սա զգալի կլներ։ Օլիգարխներին աջակցում կարող։ Ես չգիտեմ օլիգարխ կան դե ով կա ինչ կա։ Հանդիպությունը միասնական է ուժը չի երիքում։ Մենք ունենք գրանցված այս օրերին 37 ՀՀ քաղաքացիներ պանամական փաթեթում։ Մեր կառավարությունը պետք է հետևողական լիներ բարձելու թե այդ անունների տակ իրականում ովքեր են թաքնված, որովհետև մենք գիտենք, որ 99.9%-ով դրանք շատ հայտնի պաշտոնյաներ են։ Իհարկե պիտի եթե մի բան տպվել է եւ խփում է երկրի իմիջին, իհարկե։ Եթե ասում են 10 միլիարդ դոլար դուրս է եկել վերջին 10 տարում երկրից, իսկ սա այն տեղերից մեկն է, որտեղ կարելի է դա գտնել, իհարկե պիտի հետամուտ լինեն։ Իհարկե կլինեն դրանց մեջ մարդիկ, որոնք պարզապես բիզնես են արել, փող են աշխատի, իրավունք ունեն իրենց փողը Պանամայում էլ պահել, ես չգիտեմ, Բուրկինա Ֆասոյում էլ պահել, ամենտեղ պահել, բայց պիտի նայվի դա իրական քրտնիկով աշխատած փողեր է գնացել այդտեղ մեր հայ պաշտոնյաներից կլինի, բիզնեսմեններից կլինի, ես չգիտեմ, նարկոտիկով զբաղվողներից կլինի, ինչից կլինի, ես չգիտեմ։ Պիտի ուսումնասիրի, իհարկե, բայց ինչի համար է պետությունը, պետական ապարատը, ինչի համար են համապատասխան օրգանները, որպեսզի ստացել են նյութ։ Որ այդ անունների հետևում իսկապես շատ հայտնի։ Ես ոչ մի բան, ես վստահ եմ այն ամեն ինչին, որը կտեսնեմ իմ աչքով։ Բայց պատկան մարմինները պարտավոր են հետամուտ լինել եւ բարձել եւ տալ հասարակությանը բացատրություն եւ պատասխան։ Ինչի համար ենք մենք դրանց աշխատավարձ վճարում։ Ոչ ենք վճարում, որ դա նստեն տանները, իրանք էլ բիզնեսով զբաղվեն։ Այդ տրված է դրա համար, որպեսզի բացահայտեն, եթե նման փաստ կա, որ երկրից միջազգային կառույցներն ասում են 10 միլիարդ գնացել է։ Պանամական ցուցակում հայկական ազգանուններ կան, թող գնան բարձեն, այդ ինչ փողեր են, այդ մարդիկ իրականում իրենց փողն են տարել դեպայ, իրականում Հայաստանի քաղաքացի են, իրականում թե թալանած փողեր են տարել, բայց ինչի համար են պետությունը։ Պաշտոնից ազատվեց, բայց ձեզ պատասխանատվության ենթարկելու գործընթացը։ Դու ուսումնասիրում են, ես չգիտեմ։ Ուսումնասիրենք տեսնենք։ Ինչպես կառավարությունը ճանապարհեց նրան, ինչպես շնորհակալության արժանացավ նա։ Եթե չկա դատարանի որոշում, բոլորս միմյանց պիտի շնորհակալ լինենք առայժմ։ Կլինի որոշում միայն ժամանակ նոր կարելի եզրակացություն անել, ամեն մեկը այնպես չի, որ յուրաքանչյուրս կարող ենք մեզ դնել դատավորի տեղ եւ ինչ-որ վճռներ կայացնել, դա էլ օրինականության ճանապարհ չի։ Այնուամենայնիվ կարծում եք, որ կառավարությունը պետք է քայլեր անի փոքր ձեռնարկությունների հետ կապված։ Իհարկե պետք է, եթե նման մոտեցում կա, դու պատկերացրեք այդ 1 միլիոնով որքան ձեռներեցների կարելի էր փրկել այդ դուժտուգանքների պատճառով, որ փակվեցին այդ բիզնեսները, որ սնանկացան, որ թող արտագաղթեցին։ Այդ գումարով կարելի էր նավերնալ միգուցե մի քանի հազար փոքր ձեռներեցին ներել, զիջել, որոնք մի քանի աշխատատեղ ունեին, որոնք ընտանիք էին պահում, այդ ամեն մեկը այդ ընտանեկան բիզնեսները վերացան 10,000-ից ավել վերացել է։ Դրանցից 3,000-ին տային կօգնեինք, դա կաներ արդեն մի քանի հազար աշխատատեղ։ Եթե իրանց աշխատատեղն է իրոք հետաքրքրում է արտագաղթի կասեցումը, իրոք հետաքրքրում է երկրի տնտեսության զարգացումը, իրոք հետաքրքրում է միջին փոքր բիզնեսը, ես չգիտեմ, ստեղ ինչ հետաքրքրություն է դրված, այդ 1 միլիոնը ջեբի փող էր այդ մարդկանց համար։ Ինչ որ մարդու համար դա ջեբի փող էր։ Ինչ այդքան պատմություն սարքել է ջեբի փողի համար, ասում եմ, պետությունից վճարել։ Վճարեք փոքր բիզնեսին, որոնք սնանկացան գնացին, որ ավելի շատ մեծ օգուտ կտար։ Նախագահ Վախթանգ Միրումյանն ասում է, որ փոքր բիզնեսը չի փակում հարկային բեռի պատճառով։ Ինքը բացառում ասում է հարկային վարչարություն իրենց նկատմամբ շատ դրական է։ Ինքը տեղյակ չի, կամ իրեն դրել է անտեղյակի տեղ։